Հայաստանի քաղաքական դերակատարների զգալի մասը, այդ թվում ոչ իշխանական թևում, ակտիվ լծվել են տարաբնույթ արտաքին օրակարգեր սպասարկելու գործին։ Ոմանք ասում են, որ Հայաստանը պետք է անդամակցի BRICS-ին, ուրիշները, որ մենք պետք է անդամակցենք Եվրամիությանը։ Ես կարծում եմ, որ մինչ նման հարցերի քննարկումը եւ որոշում մենք ավելի կարևոր խնդիր ունենք լուծելու։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել եւ զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան եւ ազատ պետության ջատագով է։ Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադառնելուց հետո միայն հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն, որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը։ Շատերը հարցնում են, ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո։ Կարևորագույն այս հարցի վերաբերյալ ինչ պատկերացումներ ունի հանրապետական կուսակցությունը։ Մենք որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյան կառավարիչները տևական ժամանակ։ Կարծում ենք, իշխանափոխությունից հետո առնվազն 3 առաջնահերթ խնդիր պետք է լուծել։ Առաջինը երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է, որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր։ Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում հանցավոր անգործությունը եւ խոսքը մեր երկրի եւ ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում։ Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին։ Իթևս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը, վեր տնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին։ Երկրորդը մեր զինված ուժերի մարտունակության վերականգնումն է 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան։ Դա միանգամայն իրատեսական է զորքերի եւ զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով, բանակի համալրման եւ մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում։ Երրորդը մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է, տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության եւ շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա։ Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները, սահմանելով հստակ առաջնահերթություններ եւ նպատակներ։ Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական եւ հումանիտար բաղադրիչներ, ներառելով նաև արցախայության իրավունքների պաշտպանության եւ հայրենիք վերադարձի միջազգային օրակարգ։ Իսկ անդամակցել BRICS-ին, թե ձգտել Եվրամիության անդամ դառնալ, այս երկընտրանքը մենք միշտ ունեցել ենք եւ մշտապես ելել ենք մեր պետության ու ժողովրդի շահերից։ Այդ պատճառով է, որ լինելով Եվրասիական միության անդամ, մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկու կողմերի հետ էլ մենք զարգացնում ենք փոխշահավետ հարաբերություններ,
ամրապնդելով երկխոսությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Սա չափազանց կարևոր էր նաև մեր անվտանգության ապահովման և արցախյան հակամարտության խաղաղ ու արժանապատիվ կարգավորման տեսանկյունից։ Մեր այս քաղաքականությունը քննադատվել ու քարկոծվել է տարբեր շրջանակների կողմից, բայց փառք Աստծո, այսօր հենց այդ քաղաքականության շնորհիվ է Հայաստանի տնտեսությունը փրկվել փլուզումից։ Սա ակնհայտ և անվիճելի իրողություն է մասնագիտական բոլոր շրջանակների և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք այդ քաղաքականության արդյունքներն ուղղակիորեն զգում են իրենց գործունեության ողջ ընթացքում։